Ին գիտեք, ընդդիմություն կապ չունեն, ես եմ արել։ Ակնհայտ բոտեքսներ են երևում չորալի վիճա։ Մեր որպես պետականություն վերջի շանսն է։ Հասկացանք, որ Նիկոլը պայքարում էր իրեն ավելի ձեռնտու նախկինների հետ։ Վտանգի մեծ զգացում ունեմ։ Ձեր միակ նպատակը ընդդիմությունը պարակտելն է։ Վախի Նիկոլ Փաշինյանը կա։ Շորտքաթ է։ Դուզ գալ, դա գցել ուրիշի վրա։ Շատ վտանգավոր էներգիա է։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում լուրջ կասն է, նախ շնորհակալ ենք, որ լայքում եք, բաժանորդագրվում եք, կարող եք մեզ լսել բոլոր հնարավոր աուդիո ֆորմատներում այս նույն ոդկասթը, այսօր մեր հյուրն է մեր վաղեմի գործընկեր պատմաբան Սամվել Ֆարմանյանը, Սամվել ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ես ասեմ, շատ ոգևորեց ինձ քո հարցազրույցը 160 ժամում, ինչ իմաստով, որ ոնց որ թե սկսում ենք մի քիչ անկեղծ խոսալ խնդիրների մասին, որոնք կան ընդդիմության շարքում, ձախողումների պատճառների մասին ու իսկապես ճիշտ ճանապարհ ենք բռնել, որովհետև այս կարող է տհաճ process լինի, բայց արդյունքը պետք է որ լավ լինի, էլի, որովհետև ոնց որ 7 տարի չենք խոսում սրա մասին, անհարմար էր կամ չգիտեմ ինչ էր, ու արդյունքում ունենք այն արդյունքները, որը ունենք։ Ես ուղղակի հավելեմ Նարեկի ասացին, որ ես այդքան էլ չոգևորվեցի, որտեղ տենց է չհասկացա ոնց պետք է ընդդիմությունը հաղթահարի այսօրվա վիճակը։ Դրա համար փորձենք հասկանալ նախ խնդրեմը, ընդդիմության խնդրեմը, իդեպ երկու անգամ նայել հարցազրույցը, որտեղ sense մտածում եմ կարող ինչ-որ տենց գաղտնիք է ասելու ոնց է պետք միավորել ընդդիմությունը, ու մի քանի անգամ էլ նայել եմ Ախր ամեն տենց մի հատ հարցազրույց հետո մի հատ հակառակ սրաչ հարցազրույցներ են գալիս։ Մի քանի ուրիշ հարցազրույցներ, որտեղ ասում են, այս հարցազրույցը նրա մասին էր, որ Քոչարյանն սա մեղավոր որ չի միավորում ընդդիմությունը, մի խոսքով, ստեղ ընդդիմություն էլի վեճ սկսվեց մի հարցազրույցից հետո ամենակոնտրպրոդուկտիվ ձևով ընկալվեց։ Կարծես թե հարցազրույցը նրա մասն էր, որ կոնսոլիդացվել է պետք, բայց դա սկիզբ դրեց ինչ-որ նոր ընդդիմություն։ Բայց հիմա քանի որ ոչ բոլորն են նայել, մենք զրոյից սկսենք Նախ շնորհակալություն անբոքսինգ գրավերի համար, ոնց ասում եմ, իմ ոտքը խերով լինի ձեր նոր տաղավար, ես այդտեղ չէի եղել։ Մերսի։ Շատ հաճելի է ձեզ տեսնել։ Անկես որ ասեմ, ես իմ ու իմ հարցազրույցի մասին այդքան մեծ կարծիք չունեմ, հա, շատ անկեղծ եմ ասում։ Մի հատ նկատառում անեմ, անցնենք զրույցի հաջորդ հատվածին, էլի, մեզ լսողները կամ այն ովքեր որ այդ չարչրկված հարցազրույցն են լսել, կարող է տպավորություն ստեղծեն, որ իմ միտքն է, որ այ Հայաստանի ամբողջ խնդիրների արմատը, ակունքը գնում հանգում է ընդդիմության ոչ արդյունավետությանը։ Ես ամենևին դայի նկատի չեմ ունեցել, էլի հանուն ճշմարտության մենք պետքա ֆիքսենք, որ երբ որ մենք իշխանությանը դուրս ենք թողնում այս քննարկումներից, չարամիտ լսող մեկը կամ մտադրությունը կարող է մտածի ասի, Իշխանությունը by default կա, բայց այս by default կա որ հա, okay, եթե ֆիքսում ենք անցնենք առաջ, էլի, մենք պետքա ֆիքսենք, որ by default իրավիճակի հեղինակը, պատասխանատուն, նաև անկեղծության համար լուծումների հնարավոր այսպես ասած գեներատորը դա միշտ է իշխանությունը, այսօր էս իշխանությունը։ Գալով ընդդիմությանը իմ հարցազրույցի նպատակը Սերգեյ շատ ճիշտ նկատեց, լրիվ հակառակն է եղել, որ նայեք, եթե մենք նախ պետք է ձևակերպենք ինչ բան է ընդդիմություն այսօր, էլի, այս շատ կարևոր է, որովհետև եթե դուք նկատել եք, մենք հայերը շատ հաճախ տանել, կենցաղում, սկսում ենք իրար հետ վիճել, ուշադիր եղեք, վեճի երկրորդ, երրորդ նախադասությունից եկող մոռանում ենք մենք ինչի մասին ենք խոսում, ամենտեղ։ հա, ու չէ, մենք ավելի սուր ենք անում ջիգարով։ Հիմա երբ որ մենք խոսում ենք ընդդիմության մասին, դրա համար ես որ ամերիկյանում դաս էի տալիս, ուսանողներից ասում եմ, որ ցանկացած բանավեճի վեճ խոսակցության, որ ներքաշվում եք, սկզբից երեխեք, ֆիքսեք սահմանումները, թե ինչի մասին է վեճը, որ հարցի շուրջ ենք վիճում, որ տեսակետները լինի ընկալելի։ Հիմա ընդդիմության մասին ենք խոսում։ Մենք պետքա ֆիքսենք ընդդիմություն ասելով մենք ինչի նկատի ունենք։ Հիմա թվում է թե sense մանկամիջ փիլիսոփայական Вообще փիլիսոփայական, ինչ է Սերգեյ ջան, մի քանի ուժ իրաք բացվել են, որպես ես ընդդիմություն եմ, ինքնա հրճակել են։ Ուժ ասիր դու։ Այո։ Իմ գնահատմամբ ընդդիմությունը հիմա կարող է ոչ կոնվենցիոնալ բան եմ ասում, դա հասարակության
այս իրավիճակի իրականության ռասկլադի հետ չհամակերպվող մարդիկ են։ Այցո։ Ահա, չէ, դուք ասում եք, որ ընդդիմությունը այս մարդկանց, այսպես ասած, էմոցիաները կապիտալիզացնող այն խումբն է, որը գալիս են ձեր դիմաց նստում է իմ նման տաղավար, ասում է ես Եթե ընդդիմություն մարդիկ չլնեին, այդ ուժն չէր լինի։ Եթե բոլորը հրաշալի գոհ լինեին, կարիք չէր լինի։ Ես ինչի եմ տանում Սերգեյ ասած փիլիսոփական նյուանսի վրա բացատրելուն, որտեվ այս իրավիճակում, երբ որ այդ հասարակության ընդդիմադիր հատվածի անունից հանդես եկող ուժերը, կառույցները, կուսակցությունները, մարդիկ, լիդերները եւ այլն ծախողվել են, չեն կարողացել լուծել հրճակված խնդիրը, շատ པարզ տակտիկական բան եմ ես ասում եմ, եթե մենք այս բարդույթները ծախողման թողնենք մարդկանց վրա, որ այդ մարդիկ չեն էլի այդ չստացվելու ծախողման հետևան, իրանք ավելի են դեպրեսվելու, սենց ասած, այս իրավիճակին, ասել են, եղբայր ոչ մի բան չի ստացվում, ինչ անենք։ Կարողացա միտքս բացատրեմ։ Հետևաբար, երբ որ մենք ասում ենք ընդդիմություն, իմ ընկալման մեջ ես նկատեմ ժողովրդի այդ հատված։ Հիմա գալով ուսակցություններ, կառույցներ եւ այլն։ Ես կողմ եմ, որ կան իրավիճակներ, որտեղ քաղաքական կոռեկտությունից եւ նրբանկատությունից ելնելով մեր կյանքում էլ է, չէ՞, տենց մի քիչ կարելի ավելի զուսպ լինել, մի քիչ կարելի ավելի քողարկված լինել եւ դա մեծ գին չունի։ Իմ ընկալմամբ, որն է մեխը, էլի, քանի որ դիմացը նոր քաղաքական ցիկլ է, եւ դա ճակատագրական քաղաքական շրջադարձային ցիկլ է լինելու իմ ընկալմամբ Հայաստանի համար, մեր համար բոլորիս։ Այս պարագայում դա պարտադրում է այդ մեծ կշիռը, որ մենք ավելի բաց լինենք, ավելի ազնիվ լինենք։ Ինչի նկատի ունեմ։ Դեք մենք ձախողվել ենք, էլի։ Այսինքն մենք հրճակել ենք Սերգեյ ջան բոլորով միասին ընդ որում, բոլորով շատ-շատերով նպատակ, որ այդ նպատակը կանոնում էր ինչու։ Փոխենք զարգացումների ընթացքը։ Իշխանափոխությունը դրա առաջին անհրաժեշտ նախապայմանն է, միակ քայլը չի, բայց առանց դրա մնացածը հնարավոր չի։ Հիմա մենք ընդունում ենք, չէ՞ որ ես իմ վրա եմ վերցնում ամբողջ պատասխանատվությունը միայնակ։ Մնացած ում գիտեք ընդդիմություն կապ չունեն, ես եմ արել։ Ձախողվել եմ, չի ստացվել իմ մոտ։ Եվ հիմա, երբ որ ես շարունակում եմ տեսնել հնարավոր ապագա, ենթադրենք գալիք վտանգները, երկու ճանապարհ կա, կամ մենակ դրա համար, որ ես իմ պատասխանատվությունը զեղչեմ, մոդայիկ բառաս։ Զեղչելու համար, հա, ես չընդունեմ իրականությունը, կամ ուժ գտնեմ իմ մեջ, տեսնեմ այդ իրականությունը, որպես սկիզբ բաց խոսենք, դա կլինի սկիզբ, եթե մենք կարողանանք դրանից հետո համախմբվել, դա կլինի առաջընթաց, եթե կարողանանք համախմբմանը տալ կամք եւ գործողությունների տեսք, դա կլինի արդեն ոչ միայն հաջողություն, այլև պատմություն։ Էսա իմ ընդհանուր աշխարհընկալումը։ Ես անձնապես որևէ մեկ ընդդիմադիր բլոկի, դուք Ասիկ Քոչարյանի անունը տվեցիք, չէ՞, մյուսներ եւ այլն, ոչ թե ցանկություն ունեմ, ոչ թե օրակարգ ունեմ, ոչ թե հատուկ նպատակ եմ տեսնում, ոչ թե նրա համարով, որ ես համարձակություն չունեմ ինչ որ բանանելու, էլի անուններով, այլ զուտ նպատակահարմարությունից ելնելով իմ ուղերձը բոլորի մասին է, եթե մեկը իր վրա է վերցնում, թող չվերցնի, իմ մասին եմ ես խոսում, մենակ իմ մասին։ Դե բայց օքեյ, չի որ իրանց վրա են վերցնում, որովհետև դուք եղել եք падգամավոր ՀԿ-ի խմբակցությունում, երևի իրանց դեմ չեք խոսում եւ օքեյա որ տենց են ընկալում падգամավոր Նարեկ ջան։ Դե հիմա Քոչարյանի ժամանակ չեք եղել։ Չէ, ուրիշ բանի մասին է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության լրիվ անհիմն չի էլի իրանց տենց ընկալել։ Չէ, անհիմն է։ Եվ բայց միջև ոնց որ այս շատ պրոդուկտիվ բանի վրա ենք, բայց միջև այդ այս սախ գործոնները 21 թվին ինչի չկային, ասիկ պատմական շրջադարձալնելու այս ընտրությունը բանը, այս բոլորը 21-ին է ոնց որ թե կար։ Ինչով էր 21-ի ընտրությունը տարբերվում այս 26-ինից էլի։ Նայեք, համ ընդհանրություններ կան, համ տարբերություններ կան։ Ընդհանրությունը այն է, որ նախ 21 թվին առաջի անգամ ենք ոնց որ այդ հարսանիքին մասնակցում կոպիտ ասած, ինչի նկատի ունեմ։ Նույն այսպես ասած դերակատարներով խորհրդարանական ընտրությունների են մասնակցում, որտեղ իշխանություն Նիկոլ Փաշինյանն է։ Եվ հիմա եկեք մենք մեզ չխապենք, ես իմ անունից ասեմ։ Ես ունեի վստահություն, անկեղծ եմ ասում։ Եվ միայն այդ պատճառով է, որ ես ինքս ձեր աչքի առաջ եմ նայել, մեծ մասնակցություն եմ ունեցել քարոզչական ճակատում, հետո փողոցային շարժում, հարավակներ եւ այլն, որ ընդդիմությունը հաջողելու է, որն է եղել այդ վստահության հիմքը ի սկզբանե, որ դե եթե հիմա Սերգեյը լուրջ մարդ է, եթե մի բան ասում է, մի բան գիտի։ Գնանք ուղիղ խոսենք, էլի հիմա
Հետո պարզվեց, որ ոնց որ դե չէ։ Բայց ես նաև չեմ ուզում շատ հետ գնալ 21 թվական, որտեղ այն ինչ որ եղել է, դա մարդկանց աչքի առաջ է, այտենց խափելու, բացատրելու, ֆռսնելու եւ այլն կարիք չկա, որտեղ եթե 21-ի Նիկոլի վերարտադրությունը չլներ, բոլորն են, չէ, համաձայն լեգիտիմացում է նախընթաց շրջանի։ Ինքը հետագա հարացները չէր կարող անել։ Այո, իհարկե։ Հիմա էլ նույնն է։ Հիմա էլ նույնն է։ Օրինակ, ասենք հիմա ինք ինչով է կերակրում մեր ժողովրդին։ Խաղաղության օրակարգով, չէ, օրինակ։ Եվ հիմա որպես ընդդիմադիր սխալա մի հատ օճակ սեղմել, ասել մի րոպե ժողովուրդ, ընդդիմություն, սիրելի, մենք մեր տանն ենք խոսում։ Նայեք, թողնենք մի կողմ, որ Նիկոլ Փաշինյանը սովորաբար, հավանաբար չեկերքի, տենց լավ ստում է։ Հա, տենց այդ գործի փայլուն մասնագետ է, որը քաղաքականության մեջ իմիջիայլոց կարևոր որակ է։ Բայց եթե միակը չի էլի նա Սերգեյ ջան 80%։ հիմա նայեք խաղաղության հետ կապված ես ձեզ ասեմ որ ընդդիմությունը դեռ չի գտել ես ընդդիմություն չկա ես եմ ենթադրենք մենը ես դեռ չեմ կարողացել գտնել այն այլընտրանքային բանաձևը գաղափարը որ գնամ ժողովրդի մոտ ժողովրդից խնդրեմ իր աջակցությունը այն հույսով որ ժողովուրդը այդ ընտրության մեջ նախապատվությունը կտա ինձ Հիմա սա հարց է, որի համար ես պարտավոր եմ մտածել, թե չէ։ Իմ գնահատմամբ շատ կարևոր հարց է։ Բավարար է, որ ես գնամ ցույց տամ, ասեմ Ժորժ ջան, ինքը որ ասում է խաղաղություն, իրականում խաղաղություն չի խափում է։ Իմ գնահատմամբ դա բավարար չի, որովհետև կասեն, լավ, դիցուք խափում է, բա ինչ անենք։ Նարեկ ջան, Սերգեյ ջան, իմ ասած այն է, որ մեր ժողովրդի հետ, հատկապես քաղաքական կյանքում, բայց ժողովրդի հետ լայն առումով շատ խորքային բաներ են տեղի ունեցել ունենում, շատ խորքային ինքնության ճգնաժամ ինքնության տրանսֆորմացիա մենք հետ կոնֆլիկտային տրավմատիկ հասարակություն ենք դրան բնորոշ լիքը կարող է մի քիչ ակադեմիական է հնչում իմ ասածը բայց հիմքերի հիմքը դրանք են քաղաքական եղած են որ բաներ կա չենք հասկանում որ փորփրենք անբայես ձևով էլի գնանք հասնենք արմատը կտեսնենք որ այդ իմ ասած խորքային երևույթներ են մեր ժողովուրդ ինքնության ճգնաժամը ապրում այսօր ընդդիմությունը իմ կոչն է որ ես որպես ընդդիմություն մի հատ հասկանամ հələ ասենք տոտալ պարտված կապիտուլյացիայից հետո ժողովուրդների ինքնությունը ո՞նց է ալնում, այդ ժողովուրդները հետ ո՞նց են աշխատում, արդյոք բավարար է մենակ պատճառները մատնանշել, թե տեղից ելքեր են պետք, ինչ ելքեր է պետք առաջադրվել, մի միտք էլ ասեմ ավարտեմ, որ շատ չխոսեմ, էլի մենակով ես։ Մեր բանը այսօրվա իրավիճակը, իմիջիալոց մի հատ բան ունենք, ազգագրագետ ունենք, Աղասի Թադևոսյանը, չգիտեմ։ Իմ գնահատմամբ մշակութային մարտավարության մեր լավագույն մասնագետներից մեկն է, ում հետազոտությունները շատ կիրառական նշանակություն ունեն մեր իրականությունը հասկանալու համար ինքը մի անգամ այս թեմայի մասին գրել էր, որը տենց հատվում է նաև իմ շատ նեղ մասնագիտական հետաքրքրությունների հետ, վերաբերում էր հետպատերազմյան Ճապոնիայի կյանքին։ Մի հատ ամերիկացի հայտնի հետազոտող կա գիտական Ռուդ Բենեդիկտ, ինքը ժամանակին մի հատ գիրք գրեց Խրիզանտեմը եւ սուրը։ Նկարագրելու համար հետ կապիտուլյացիայից հետո այդ ատոմային ռմբակոծություններից թե ոնց է ինչա տեղի ունենում ճապոնացի ժողովրդի հետ հələ մենք մեր դարն ենք հիմա օքեյ բայց ճապոնացիները իրանց հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ իրանք նվաճվում են դուք պատկերացրեք չէ իրանց համար այդ ինչ մշակութային շոկ է նախընթաց դարերի ընթացքում աճ ու ձախ ինչ կար Կամ գոնե նվաճվելուց կողքի բանից է, պրեֆեկտուրայի կողմից է։ Դիվանագիտորեն ձևակերպենք աճ ու ձախ ինչ կար վերահսկողության տակ են վերցնում։ Մեկ էլ հայտնվել է մի հատ ուժ, Միացյալ Նահանգներ, ատոմային ռմբակոծություն, կապիտուլյացիա, արտաքին նվաճում, պարտադրանք եւ այլն։ Այդ օրինակով Աղասին շատ հետաքրքիր մի միտք առաջ քաշում, ասում է կապիտուլացված հասարակությունները, ոնց որ Ճապոնիայում մեր դեպքերն էլ էլի ցույց տալիս, իրանք հետ կոնֆլիկտային տրավմատիկ հասարակություններ են, որտեղ նախկինում գոյություն ունեցած մոդելը ուղղահայաց հրամայական, երբ որ ցանկացած ասում հասարակությունը ոնց է ապրում։ Մեկ այնտեղ որոշումը հանձնարարում եկավ, իջավ ներքև, այսինքն վերափոխվում է այս տրանսֆորմացիայի արդյունքում հորիզոնական մրցակցային հարաբերությունների։ Եվ այս անցումը այնքան տրավմատիկ է լինում հասարակությունների համար։ Հիմա ասես մի քիչ կներեն մեզ հերոստատիտողները կարող շատ ակադեմիական է ստացվում, կարանք մենք նաև ձևակերպենք անցում իրական ժողովրդավարությանը, տենց հարաբերականորեն։ Այս մրցակցային վիճակին անցնելու համար, երբ որ կոպիտ ասած ՔՊ-ի բարելշիկն ու հանրապետականի բարելշիկը պետքա սովորեն կողքի ապրել։ Ինքը շատ տրավմատիկ է լինում եւ պատմությունը ցույց է տալիս, որ այդ անցումը
համ շատ երկար է տևում, համ շատ ցավոտ է, համ էլ կարող ավարտվի պետությունների փլուզմամբ, պետական ամեն ինչի։ Բայց եթե չի փլուզվում, իր փոխարեն կարող ստեղծվի համակեցության նոր մրցակցային, սենց ասած, բան, ոնց որ եղավ Ճապոնիայում, նորմալ մրցակցային վիճակներ։ Հիմա այս մի միտքս երկար բարակ եւ երևի անիմաստ ասեցի ինչի համար, որ մեր ժողովրդի հետ խորքային բաներ են տեղի ունենում, փոփոխություններ ինքնության։ Իմ համար այս տեսակ հարցերը քաղաքականության ալմա մատերն է։ Մենք եթե այս հարցերում ես որպես մնացած ընդդիմություն, սա ճիշտ է, ես սխալ եմ։ Եթե ես որպես սխալ ընդդիմություն սխալված չեմ շոշափում այս ամենախորքային հարցերը, այդտեղ հարցը առաջանում, բայց ոնց եմ ուզում իրանից ծնված հետևանքները լուծել։ Հիմա գալով խաղաղության օրակարգին, չէ, ասենք, որ Նիկոլ Փաշինյանը լավ, ված գնում ասում է ժողովուրդ ջան, նայեք, մենք պարտվել ենք կապիտուլյացիայի, ենք ենթարկվել էս, թողնենք ով էր մեղավոր, դե դա հա փոխվում է, չէ։ Հա փոխվում է ով էր մեղավոր այդ հասցեատերը։ Հիմա էսա մենք գնում ենք խաղաղություն ամեն գնով, պայմանական։ Նախ պետքա փորձել գտնել դրա շատ բարդ է, հեշտ չի, այլընտրանքային իդեան, որ ժողովրդին ասվի, որ օրինակ իմ գնահատականը ասել Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնում է խաղաղության, այլ ընդհակառակը վարկաբեկում է խորքում խաղաղության գաղափարը հանրային լավ տերմին կա խորքային ժողովրդի ընկալումներում ինքը վարկաբեկում է ինչի որտեվ միակողմանի զիջումներով արժանապատվության մինչև վերջ ստորացման գնով խաղաղությունը ինքը միշտ ծնում է հակառակ էմոցիաները ռևանշի ցանկություն համաշխարհային պատմության մեջ մի հատ կլասիկ ուղղակի բան կա էլի էպիզոդ կա անհնար է դա չասել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երբ որ Գերմանիան դաշնակից ուժերի դեմ պարտություն կրեց իրան հայտնի Կոմպիենյան անտառում տարան մի հատ հայտնի մինչև մա այդ վագոնի մեջ ստորագրել տվին կապիտուլյացիան 18 թվի նոյեմբերի 11-ին քանի տարի անցավ 22 տարի հետո 1940 թվին գերմանացի ժողովրդի մոտ քանի որ մնացել էր այդ արժանապատվության տրորման էմոցիան թողնենք մի կողմ դա որքանով օգնեց որ Հիտլերը գար իշխանության եւ այլն 40 թվի հունիսի 22-ին նույն Կոմպիենյան անտառում նույն վագոն տնակի մեջ Հիտլերը կապիտուլյացիայի թուղթ ստորագրել տվեց նույն Ֆրանսիային Իհարկե Մարշալ Պետենի վիշիստական կառավարությանը բայց այս օրինակը ինչի մասին է խաղաղությունը անգերազանցելի Արդարության վրա պետք է հիմնված լինի ինչ-որ ոչ միայն արդարության դա պետք է դիմացինի արժանապատվությունը տրորելու գնով չլինի ու այս հարցում անկեղծ ես Իլհամ Ալիև ինչ եմ հասկանում շատ անկեղծ ասեմ ես չի կարա հաղթող կողմի շահերից է բխում որ պարտված կողմի մոտ աբիդա չմնա էլի սենց մեր ասենք առօրյա կենցաղային խոսքով ասենք մեր կյանքում էլ տեն չի եթե ասենք տղաներով ճայր ժամանակ կռիվ ենք արել մեկին ծեծել ենք կամ ծեծել ենք ինչա չէ չմնա չէ այդ զգացումը ատելությունը դե հա այստեղ adekvatության բանը կորել է իրականության հետ կապը как раз այսօր մի հատ վիդեո եմ նայում ակնհայտ բոտեքսներ են երևում ինչ որ Ալիևի վրա, ասես գնալով բանա դառնում է, դժողում ես ինչ որ ուշ process-ներ ա գրում, որ չես հասկանում։ Հետաքրքիր բան ասի, այսինքն բոտեքս իր բարի բուն իմաստով, սկուլաները բաները առաջ չեն, երևի երեք արել, չգիտեմ, այսօր ինչ որ բան են նայում, ցանուր տրանսֆորմացիաներ ա բանում, բայց վերադառնանք մեր ոչխարներին։ Ամանորը ուր որ կհասնից դա նշանակում է որ հասնում է նաև մեր սիրելիներին նվերներ ընտրելու պահը իսկ մեր գործընկեր Zigzag-ը կօգնի լուծել նաև այդ հարցը որտեղ ունեն լայն տեսականի եւ տոնական զեղչեր ու լավ է նա որ կարող եք 50,000 դրամի եւ ավելի գնումներ կատարել մասնակցել զիր շահումներին դառնալ 25 հաջողակներից մեկը եւ դուք էլ ստանաք նվեր Խաղարկվում են հնգական iPhone 17 Pro, վերջին սերնդի iPad 11, MacBook, PlayStation 5 Slim եւ մանուշակագույն Dyson Airwrap վարսահարդարիչ։ Համեցեք Zigzag, տոնական գներ, զիլ շահումներ։ Ժողովուրդը հիմա նայում է, լսում է, տեսնում է, ասեցիք ինքնության ճգնաժամ, ուղղահայաց հրամայական, փոխակերպում, փոխակերպում Խորքային ժողովուրդ ու խորքային ժողովուրդը նստած ասում է «Что он черт побери такое несёт»։ Ասի, խորքային ժողովուրդը մեզ նայում է։ Այո, լիքը կասկածում։ Դրա համար գուցե խնդիրը այդ է, որ մենք
չափազանց ակադեմիական տենց բաներում փակված չենք վարանում, էլի գնում առաջ խոսալու իրականում ինչ է։ Մենակ բալենշիկ բառն է շատ լավ հասկանալի, այս ԿՊ-ի բալենշիկները եւ մյուսների բալենշիկները պետք է հասկանան, որ իր հետ են ապրելու։ Հիմա ձեզ լսում են նաեւ մյուս ընդդիմադիրները, մտածում են, Ֆարմանյանը քննադատում ասում անդիմությունը թերացել է, բանալ, փաստորեն ինքը երևի քլնգում է ամենահավակնոտ ու համեմատաբար ավելի շատ ձայն ստացած վերջի ինչ որ հնարավորության ժամանակ ընդդիմությանը երևի ինքը դառնում է ընդդեմ Քոչարյանենց ու արդյունքում ինչ որ նաև հարցազրույցներ նայեցինք որտեղ ամբողջ ձեր ելույթը վերլուծվում է այն տեսանկյունից որ դուք ընդամենը ձեր միակ նպատակը ընդդիմությունը պարակտելն է հանձինս այն ուժի որ ամենաշատ ձայնը հավաքել փոխանակ դուք իրանց օգնեք միանաք այլ փորձում եք ապարակտեք բայց ստեղ ուրիշ տեսանկյունից որ էլի տենց կրուգերով չգնանք այնքան բան ասի նշանակի հիշել պարակտել բառ դա իմ իմացած ամենաբարդ բառն է հիմա միակ փորձենք շատ պրիմիտիվ մակարդակի վրա եթե ընդունում ենք որ իշխանություն չարիք է ինչ որ տենց ինքը բերելու է ավելի մեծ արհավիրք եւ ընդհանրապես պետք է օր առաջ ազատվել, հա, ինչպես բոլոր ընդդիմությունը դրա շուրջ համաձայն է։ Տրամաբանական չի լինի, անկախ նրանից ով դուր է գալի, ով դուր չի գալիս, ուղակի կոնսոլիդացվել, բայց ոչ թե փորձել ամեն մեկը իր շուրջ կոնսոլիդացվի, այլ տուպը տնան ով է համեմատաբար ավելի շատ ձայն ստացել, պայմանական եմ ասում, ասենք թե X ուժը, որ նախորդ ընտրություններին համեմատաբար շատ ձայն է ստացել, ու սա էգոն մոռանան, այդ ուժի շուրջ բանեն, այնքան որ ազատվեն այս իշխանությունից, հետո արդեն իրանք իրար մեջ հարցերը կլուծեն։ Ինչն է մեզ խանգարում, որ տուպը ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի շուրջ բոլորը համախմբվեն։ Ես տուպը քո հետ 100%-ով համաձայն եմ։ Պարակտիչներ թող ընդդիմությունը ման լրիվ ուրիշ հասցեներում, եթե ինձ մեկը տենց բան ասե, խնդիրը հետեւյալն է։ Մեր օրակարգի հարցը Սերգեյ ջան, ոչ թե նախորդ ընտրություններում քիչ ավել շատ ձայն հավաքած, եկողի մասին է խոսքը։ Որտեվ այնը որ շատ է հավաքել ներողություն, ինքը նաև ամենաշատն է կորցրել այս ընթացքում։ Հիմա պետք է նայել ով է հավաքելու ու ոչ մի հարցում չի ասում որ ինքն է։ Իմ ասածը հետեւյալն է, Սերգեյ ջան։ Եթե բոլորս համաձայնենք մի հարցում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է փոխել օր առաջ։ Հիմա իմ հարցը այնա ինչ որ ձեր ասած այդ խորքային ժողովուրդը տներում բոլորը խոսում են, ասում են ախպեր, բա ոնց անենք։ Շորտը deep state-ում է բնակվում, հա։ Դուք ցույցում եք, բայց ինքը շատ հետաքրքիր նաև content ունեցող անկեղծ եմ ասում ձեր բացատրեք բայց հետո ինձ օրինակ շատ հետաքրքիր վերջում բան կան Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդականներից մեկը Սուրկովը այդ մասին հոդվածաշար ունի իրոք շատ հետաքրքիր է մի քիչ հումորի տվեցին Google-ենք եթե խորհրդային ժողովուրդի Glubinny narod Հիմա գալով ընդդիմության անելիքին խորհրդային ժողովուրդը այդ հարցի պատասխանը որտեվ ինքը պարզ հարց է էլի պիտի ասի ինչ Եթե բոլորս համակարծիք ենք, որ մեր նպատակը սա է, ոնց անենք։ Եկեք համախմբենք բոլորով։ Այդ որ ասում են բոլորով համախմբենք նկատի նշանակում է, չենք նայում են, որ այն նարեք, որ մենք արմյուզում միասին աշխատում ենք, դու հիշում ես փողոցում ինձ չբարևեցիր, օրինակ եմ ասում։ Սերգեյ ասի, այ դուք հիշում եք, այս մոռանում ենք ամեն ինչ որտեղ մենք նայում ենք առաջ։ Իմիջիայլոց Հայաստանի խնդիրն է, որ մեր քաղաքական գործիչները չվիրավորեն ոչ մեկ ես։ Հետահայաց բոլորը ապրում են անցյալում, ուզում են կորեկցիրովկա անեն անցյալը։ Կռիվ անցյալի դեմ է։ Սենց ոդկի մեկը լրիվ անցյալում է, այն մեկի սենց կեսը թաթի անցյալում է, կեսը ներկայում։ Ապագայում ապրող ժողովուրդը ու հիմնականում մեր երիտասարդությունը Նա իմ ասում է դուք սա ոնց որ անցյալում եք մնացել, մենք ընդեղ ենք ուզում ապրենք, ինչ կա ընդեղի մասին։ Այս կարող է մի քիչ չափազանցություն է թվում։ Ապագայի շուրջ պետք է լինի պայմանավորվածություն։ Ոնց պետք է Սերգեյ, այս 5-ս ենք, այստեղ տաղավարում։ 50 ենք, 500 ենք, ժամանակավոր 4 կներեք 5000 ենք, 50000 ենք, ընդ որում էական չի։ Շատ ենք բայց իրականում։ Հասկանանք այդ խնդիրը ոնց կարանք լուծենք ումով։ Եթե պարզվի, որ օրինակ ճիշտ կլինի այս 20 հոգով, Սերգեյին խնդրենք մեզ առաջնորդի օրինակ, պարզ պատճառով, որ ամենաբայովն է։ Հիմա նայեք,
լուրջ բաներ ենք խոսում, դուք ձեր բնավորության ավազը հումոր եք տալու։ Մտածելու են թե այդ կատակ եմ անում, կատակ չեմ անում, սա գեդունա ասակի պատրաստվի։ Իդեան հետեւյալն է, այսինքն ընտրել մարդու անձի մասին չի առաջնորդություն, որը ստեղծված իրավիճակում ապագայի ամենամեծ հնարավորություն ու շանսը ունի հասարակության մեծամասնության ընտրական աջակցությունը ստանալու ու վերջապես լուծելու են հարցը, որը 7.5 տարի թե 8 տարի արդեն դες խոսում ենք։ Այսքան པարզ բան իմ ելույթը այդ հարցազրույցը ու այսօրվա խոսքը դրա մասին է համախմբման Չկա այդ մարդը։ Չկա այդ Սերգեյը, այդ պայմանական Սերգեյը ով է։ Ես անկեղծ որ ասեմ, ես չգիտեմ, ինձ թվում է, ես կարող պարամետրերը ասեմ, հա պարամետրեր կարող ասեմ, դա պետք է լինի մարդիկ, նախ մի հոգի չի կարա այդպես բան։ Այս դեպքում մեկը պետք է մեջից որը ժողովրդի մեծամասնության համար նախ լինի այնպիսի կերպար, որի շուրջ հնարավոր է համախմբել, հա, պատկերավոր եմ ասում, շատ ատելի չի, կիսա ատելի չի եւ այլն։ Ում որում սա պետք է մենք բաց խոսենք, չէ՞ այդտեղ արդարի անարդարի հարցը չի, Նարեկ ջան։ Հիմա կարող է օրինակ մենք միասին հելնենք ես ու դու գնանք մեր գյուղ, բարձր մեր գյուղի ժողովրդի մեծամասնությունը քեզ չի ընդունում, որովհետեւ դիցում դու ակոս մոտաս։ Հա, դա չի նշանակում, որ մի րոպե է դա վատ է։ Բայց երբ որ մենք խոսում ենք ընտրությունների մասին, մենք ասածը սենա պետք է հաշվի նստենք դրա հետ, որ դա։ Հիմա առաջնորդությունը պետք է ունենա թիմ, մարդկանց խումբ, մարդ, լիդեր, որը ժողովրդի մեծամասնության համար ընդունելի է, որ իր շուրջը կոնսոլիդացնի, սա սոցիոլոգիայով բարձ ապացուցվող բան է, ունենա չսակարկվող կամք, այսինքն ինչի նկատի ունեմ։ Ես դա ձևակերպում եմ ինչև վերջ գնալու պատրաստակամություն, դա որն է։ Հիմա քանի որ մենք ապրում ենք տենց հետաքրքիր անցում դեպի ավտորիտարիզմ շրջան, որտեղ բառերը տարբեր ինտերպրետացիաներ են ունենում, քրեական գործեր են հարուցվում եւ այլն, բացատրեմ, որ ի նկատի ունեմ ՀՀ գործող սահմանադրությամբ քաղաքացիների համար թույլատրելի բոլոր այն քաղաքական միջոցառումները, որոնք կարող են հանգեցնել իշխանության փոփոխությանը, ընտրություններ եւ ոչ միայն ընտրություններ, այսինքն ժողովրդի կամքը պարտադրելու եղանակով։ Ունենա մինչև էր գնալու կամք, ցանկություն, բան, դուխ, նվիրվածություն եւ պարզ ծրագիր, թե այդ ամեն ինչ այդ կինոն, որը առաջարկվում է ժողովրդին, ինչի մասին է, հանգցնելու այս ձեր տաղավարում բռնկված հրդեհը, ջուրը լցնենք, հանգցնենք, հետո դրանից հետո այս մեր հասարակությանը, Ժորժ ջան, պետքա սա ատելության հասարակություն է, որը մենք ստեղծել ենք բոլորով։ Բոլորը բոլորին ատում են։ Իմիջիալոց այդ հետ կոնֆլիկտային Ռուտ Բենեդիկտի օրինակը որ բերի, դա տեղ կարևոր նյուանս կա, դա կասկածների հասարակություն է, կասկածամիտների, որը մեր մոտ էլ կա։ Բոլորը բոլորին կասկածում են։ Բոլորը։ Տես հեսա, ասում են, ես բան եմ, պարակ, ես ուզում եմ ընդդիմությանը պարակտեմ։ Հիմա ասենք ես ուղղակի չեմ լսել, բայց վստահում եմ, որ դուք ճիշտ եք մեջբերում, որ ինչ-որ մեկը ասել է, չէ՞, որ ուզում եմ պարակտեմ, հա։ Okay։ Ուրեմն իրանք ինչ-որ բան են անում, ես է ուզում եմ պարակտեմ, կներես ուղիղ պատասխանեմ։ Հա, ոչ մի բան չանողին հնարավոր չի չանողներին պարակտել, էլի, հասկանում ես։ Հիմա իմ ասածը այս པարզ բաների մասին է, հիմքում մենակ մի սրտացավություն կա, որովհետև կարող է մի քիչ մասնագիտական նյութն է ինձ ավելի ծանրացնում, կարող է սխալ տեղա շեղում իմիջիալոց չեմ վիճում, բայց ես վտանգի զգացում ունեմ, վտանգի մեծ զգացում ունեմ, ինչ է կատարվելու, ինչ կարող է կատարվել մեր երկրի ու մեր պետության հետ։ Այսօրվա այս թվացial ապացիան ու անհոգությունը ինքը մի վարքյանում կարող է բարի բուն իմաստով տենց ցունամին գա սրբի տանի ու մենք բոլորս անկախ մեր սիմպաթիա, անտիպաթիա, ըստ ջարդած տախտակի առաջ կանգնած լինենք, որովհետև մենք ասես փագել ենք մեր աչքերը, ասում ենք չենք ուզում տեսնենք, որովհետև այդ իրականությունը վանող է։ Բայց կյանքը միշտ տենց է բերում ասել։ Okay, ես վերադարձնեմ մեզ Համախմբում առաջնորդություն կամ նվազագույն ծրագիր։ Շատ բարձ։ Հիմքում քաղաքացիներն են այդտեղ։ Ընդդիմադիր մարդիկ են, ոչ թե քաղաքական դալալները, ասենց ասած, էլի։ Նայեք, որ իսկ կարա հետեւյալ մեխանիզմը գործի, որ համաձայն եմ, հա, 21 թվին ինչ որ ուժ մասնակցեց ու չնայած այնտեղ ոնց որ հարցը իմ կարծիքով սենց էր, կամ սաղս մեռնում ենք, կամ պետքա ընտրենք ընդդիմությանը։ Մարդիկ ասեն չէ, օքեյ, ավելի սաղս մեռնենք, կամ ընտրենք այս ընդդիմությանը, ու այդ առումով ընդդիմությունը, հա, գուցե հիմա վերանայման կարիք լինի, բայց
կան ուրիշ մեխանիզմներ։ Կոպիտ ասած primaries-ի տիպի մի բան կարելի է կազմակերպել, հա, մի հատ ընդհանուր գլոբալ հարցում անել, ինչ որ մի հատ ներքին ընտրություն անել, Ֆանտաստիկ գաղափար ասում։ տղավարի Primaries ասել, որ շատ ընդդիմություն- ձեն հավաքում, թող իր շուրջ հավաքվենք։ Ասենք ես չգիտեմ, այդ ինչ ընդդիմադիր պիտի լինի, որ այդ գաղափարին հակընդդեմ բան բերի։ Ես չգիտեմ։ You're welcome։ Դες դրա Հիմա համար եթե բերում 5 տարի են, կարելի է բերում են, անել ասենք ես քանի որ պարակ, ինչա, պարակտում եմ, բայց մեր սիրելի Հələ մի օպերատորը րոպե իրավունք ունի, չէ՞ մտածելու, ասա ախպեր, լավ, օրինակ, primaries-ի գաղափար բերվեց։ Ահա։ Եթե մեկը դեմ է, ապա ինչ նպատակով է դեմ։ Կարա չես սկսի կասկածել, ասի ուրեմն կարող է տեղ մի բան կա։ Որ իմ ասացի ամբողջ իմաստը էս է։ Կարող է շատ այնպես հայրենասիրական վերամբարձից, պաթոսից մինչև գետնի վրա, ես չեմ ուզում պարտված լինեմ, ոնց էլ ասեմ։ Ներսով, դրսով պարտված դիսկոմֆորտ վիճակ է։ Շատ դիսկոմֆորտ վիճակ է։ Գլուխդ հանում ես Հայաստանից դուրս ես նայում, իլամն անդեղից գալիս։ Շարլ Միշելը լավա գնաց, այնտեղ ուրիշներն են գալիս։ Բոլորը գալիս են։ Ու դու զգում ես, որ 4 կողմից պարտված ես։ Գլուխը բերում ես ներս, տեսնում ես իշխանությանն ես պարտված։ Տանում ես այն կողմ, արդեն տեսնում ես ընդդիմության ներսում ես պարտված։ Շատ པարզ մարդկային էմոցիա եմ ասում, որ գուցե ես մեր կարող է Սերգեյ ջան, հիմա մենք խոսում ենք տես մի քիչ տակ-տաղավար։ Կարող է պարզվի ես մեր որպես պետականություն վերջի շանսն է։ Սխալվեցինք, կարող է երկրորդ շանսը չունենանք այդ սխալը ուղղելու, ու իմ ասածը նաև այն է, որ կներեք, ոչ մեկի Սերգեյ ջան, հետաքրքիր չի էլի ռետրոսպեկտիվ։ Ով էր մեղավոր։ Նարեկ այդուհանդերձ սխալվեց։ Ֆարմանյանը մի քիչ ավելի ճիշտ էր։ Ում է դա հետաքրքիր։ Հիմա նույնը Ղարաբաղի մասին, չէ՞։ Իմ բանով ասեմ, էլի իմ աչքով։ Ապեր Ղարաբաղը կար, Ղարաբաղը չկա։ Հազարամյակներով հայերը ապրել էին Ղարաբաղում, այսօր չեն ապրում։ Ժամանակի ու պատմության մեջ փաստը սա է։ Այդ ճամփին ով է մեղավոր, ով ինչ արեց եւ այլն, ես հետահայաց, որ ասում եմ մեր քաղաքական գործիչները անցյալում են ապրում, Միջայց մի հատ դիպլիսոպական բան ասեմ Սերգեյ թող էլի ինձ մեղադրի, նայեք խնդրեմը այն է, որ հայկական քաղաքական էլիտան, սենց անունը դրենք էլի, ինքը քանի որ չի կարում իր պատկերացումների համաձայն մենք կերտենք ապագա, դա դիսկոմֆորտի զգացում է, դու ապագա ինչ որ պատկերացումներ չես կարող անես։ Ինչ ես անում։ Դեմքով պատտվում ես, անցյալը սկսում ես, անցյալը համապատասխանեցնել քո պատկերացումներին։ Սա լուզերի բան է, էլի ձեռագիր է, մեր մասին եմ խոսում քաղաքական դասի։ Սա լուզեր քաղաքական էլիտայի ձեռագիր է։ Որակով ուժեղ, ամբիցիոզ քաղաքական էլիտան ապագան է կերտում իր պատկերացումներից ելնելով։ Մենք այնի ասում ենք, ապա մեր մոտ չի ստացվում, չենք կարում, գրացինք անցյալ, ու սկսում ենք մինչև հասնել Ուրարտ ու Տիգրամեց եւ այլն Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի։ Սկսում ենք վերախմբագրել բան։ Չէ, նույնիսկ նախորդ շաբաթվա այդ երկար քննարկումները բանակցային process-ի մի մասը Իրաք հիվեստներ բանում, որը ոչ մի բան հետ կապ չունի, մյուս մասը որ 18 թվին թողել ենք հրաշալի փաթեթ, որը էլի հիմա հետա դա էլի անցյալում կռիվ է։ Ճշմարտության Հիմա հետո ինչ պետք է լինի։ Ճիշտ է, հենց այդ եմ ասում։ Որովհետև մեր առաջնորդը, առաջնորդը Նիկոլ էլի, այնտեղ ասում է, որ իր տեսական չի տեսնում վերադարձը Կամացից սովորեք Հայերի դուք այդ իրանց բանը։ առաջնորդը ասում է, որ մենք այնտեղ ապրել ենք, պետք է մեր ժողովուրդը վերադառնա այնտեղ։ Հələ բաներ էլի հավակնությունների մեծ դիսբալանս է ստեղ, բայց ոնց որ ոչ մի բանից շատ լավ վերլուծում ենք, բայց այդ 21 թվին այդ primaries-ի միտքը պետք է սկսեր արվեր, որ 5 տարվա մեջ մի հատ լուրջ սոցիալական հետազոտություն արվեր։ Հասկացանք, որ Նիկոլը պայքարում էր իրեն ավելի ձեռնտու նախկինների հետ, նույն պատիվ ունեմի կազմում բան Տարոն Մարգարյանն է նստած, որը որպես падգամավոր քեզ մի հատ բացասական տեղից քեզ մի հատ դիտողություն ան դու այդտենց սարկազմ դրեցիր առաջնորդ բառի տակ դու խորը սխալվում ես կամացից վարժվե դու էլ ես էլ բոլորս էլ առաջնորդ բառին էլի այդ կատակ չեմ անում որտեվ Նիկոլ Փաշինյանը ես հələ արմիզում մեծ են առաջնորդ բանը բերեցի լուսավոր առաջնորդ եւ այլն էլի որտեվ Նիկոլ Փաշինյանը ոնց հասկանում եմ իրան դրել է Բուխարինի տեղը մի հատ այնպես Բուխարինին բոլշևիկների լիդերների Բուխարին հա մի հատ խոսքա իրան կամ ինքն ասե կամ Տոմսկին ասե իրանը վերագրում ասում է դե գիտեք ինչ մեր մոտ պետք է երկու կուսակցություն լինի մեկը իշխի այդ մյուսը նստի
Դե Հիմա դու կանացից իրավիճակը շատ վարժում վատ եղավ այս կոնտեքստում։ Հա, բայց Հիմա լրիվ համաձայն եմ, նայեք, յուրացնելու բանը մենք էլի եկել ենք deadline-ին։ Deadline-ը Deadline-ը, որում Աստված է մեզ տվել։ էլի, հա։ Արդեն դասախոսները չէ, դի Աստված է տվել, ասելա չգիտեմ, մի հատ էլ գնալ քնություն ազներ, դասախոսը հիվանդացել է, մի հատ էլ հետաձգել։ մի հատ էլ է X-տենդանում։ Հիմա ի՞նչն է ուրիշ ձև անում։ Հիմա նայեք Ղարաբաղի մասով, այս որ շարունակեցինք, մի հատ կարճ բան ասեմ, Նարեկ ջան, իրոք այդ ես սենց եմ կարծում, ես ասում եմ, նայեք, 1000 տարի էլ անցնի, այս ողբերգական կորուստը Ղարաբաղի, հա, փաստա, որը Նիկոլ Փաշինյանի ոչ միայն ձեռքով արվե, այլ իր պատմական խարանն է։ Ուզում է 24 ժամ աշխարհում ինչքան կամերա, հեռախոս, ինչքան Facebook account կա, ինչքան մարդ կա աշխարհում 9 միլիարդից ավել, մտնեն նույն բանը ասեն։ Անցնելու է 10 տարի, 20 տարի պատմության համար ցավոք մեր այս ողբերգությունը ժողովրդի պետության ֆիքսվելու է Նիկոլ Փաշինյանի հակով։ Այս իմ համար դա բան է, աքսիոմա է, հա։ Մյուս ճշմարտությունն է, որ ցավոք Ղարաբաղի կորուստը մեր, ես որ ասում եմ բաց խոսենք որպես սկիզբ, մեր հասարակության մեծամասնության համար թողնենք պատճառները։ Արդեն տենց շատ հետաքրքիր թեմա չի։ Ես գիտեմ, որ հիմա ես ասում եմ մի բան, տենց հազար ներողություն, էլի կոնվենցիոնալ լիքը հայրենասերներ իրանց կասեն, այս ինչ ասում, ոնց հետաքրքիր չի, մենք փողոցում պայքարում ենք, ձեր ցավը տարեմ, ես էլ եմ ձեր կողքին պայքարել, վերջին շարքերում քայլելով։ Իմ ասած ուրիշ բանի մասին է։ Եթե Ղարաբաղի կորուստը մեր ժողովրդին լիներ տրավմա մեծ լինելուց բացի շատ առաջնային խնդիր, կներեք Նիկոլ Փաշինյանը վաղուց չէր կարող վարչապետ լինել։ Ապրեք, Չէր կարող։ Զավատի սլավա։ Չէր կարող դա Այսինքն, լինել։ Շատ դառնա, բայց պետք է ընդունել։ Դառնա, բայց եթե մենք չընդունենք, մեզ խապենք, որ օրինակ բոլորի համար դա չափազանց տրավմայա Չէ, բոլորի բոլորի համար համար չէր, բայց- շատ կարևոր է, մենք էլի կհայտնվենք նույն տախտակի առաջ։ Իմ ասածը տղեկ ջան, ասես պարզ, շատ պարզ են, որ ասում եմ իժու понятно, այդպես պարզ բաներ է, էլի, որ բոլորս գիտենք, բայց դա ասում ենք լավ, սրա մասին չխոսենք, որտեվ կոնվենցիոնալ չի, որտեվ էս չի, ինչ։ Primary-ի գաղափարը Սերգեյ անկեղծ եմ ասում, սուպեր գաղափար է, սուպեր։ Նայ, ինչա։ Ժողովուրդը ինչ է ասում, սոցապրոցները ինչ են ցույց տալիս, եկեք ասում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի վրա է, 10-12% եւ այլ։ Կստացի, ստեղ մի հատ բան եմ ուզում ասեմ, ցանկացած իշխանություն պատմության ընթացքում միշտ այդքան վարկանիշ ունենում է, այս կուզեմ էլի, որ այս թեզը տարածվի։ Հասավ պես Ցանկացած, նույնիսկ ընտանիքներով, բանով։ Եթե նույնիսկ մի երկիր նվաճված է, այդտեղ նշանակված է օրինակ բան, արտաքին դրածո գուբերնատոր օրինակ կամ վալի, էդ էլ է 10-12% ունենալու։ Տենց է սոցիոլոգիան քաղաքական։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը փաստացի հանրային աջակցություն չունի, որպես ռեսուրս, որով պայ իշխանություն է։ Դա նշանակում է, որ հասարակության այն մեծամասնությունը XYZ պատճառ չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը նորից լինի։ Հարցը առաջանում, բախի Նիկոլ Փաշինյանը կա։ Էլի տրիվիալ, որտեվ այդ հասարակությունը ասում է չենք գտնում այլ ընտրանքը, ճիշտ եմ ասում։ Որը 12%-ը 4 անգամ ավելի շատ է, քան 3%-ը։ Չէ, պարզ է, բայց ասում է չենք գտնում, չէ՞, այլ ընտրանք, ես չեմ խափում, չէ, չեմ պարակտում։ Ահա։ Հիմա ոնց անենք, որ այդ հասարակության 80-85%-ը 70%-ը հեչ էական չի։ Կարողանա իր ձեռքով օրինակ, իր սիմպաթիան արտահայտելով կամ բան ինքն էլ մասնակից դառնա այդ քո ասած առաջնորդության ձևավորման։ Առաջի անգամ եմ լսում անկեղծ, ֆանտաստիկ primaries, անկեղծ եմ ասում, ընդդիմության մեջ։ Էդի արա։ Всё։ Տետին վրա։ Չէ, ես չգիտեմ, կարողա դու պայի տակ ասեցիք, բայց ինքը ուղղակի ֆանտաստիկ գաղափար է, նախ ներգրավելու են մարդկանց, որոնց վերագրվում է, որ տիպը մենք ինչ անենք, ամեն ինչ անում ենք Նարեկ, դու չես գալիս հրաապարակ։ Ես Նարեկն էստաց մտածում հապեր, փաստում եմ, սա ես եմ եղավոր։ Հիմա ինձ են ասում։ Չէ, այդպես այդ հարցազրույցից հետո իմ համար շատ վիրավորական էր Միչայելոց, շատ, որ բա դուք ուր եք եւ այլն, ես մի հատ անգամ եմ ուզում հիշեցնեմ, որ 2018 թվականին, երբ որ այդ վակխանալիայի օրերին, նայ ձեր աչքի առաջ ա եղել, իմ նման շատ մարդկանց նաեւ ողջ թաղում էին, ում որում շատ անարդարացիորեն ռետրոսպեկտիվ շատերը դա արդեն կընդունեն, հա, եւ հրճակում են որպես դարի թալանչիներ եւ այլն, շատ խոհեմ եւ լուրջ մարդիկ, որոնք հասկանում էին քաղաքական տեխնոլոգիաները եւ այլն, հավանաբար
առնվազն չեզոք էին, չէին միջամտում, գուցե ուրախանում էին, գուցե մտածում էին ճիշտը հասնում է եւ այլն։ Եվ դրանից հետո երբ որ ես եւ իմ շատ ընկերներ նաեւ ձեր հետ միասին թույլ տվեք ասել, ամենաբարդ իրավիճակում մենք մեր ձայնն ենք ուղակի բարձրացնում, չէ, չենք ստի, չենք խափում։ Շատ շատերը փորձում էին հարմարվել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, լեզու գտնել, տեղավորվել եւ այլն եւ այլն։ Հիմա այս ամեն ինչը հետայաց անցյալը ու անիմաստ է, համ մի կողմից հիշեցնել, վերքերը թարմացնել, համ մյուս, որտեղ մեզ բոլորիս պետք է համախմբի այն վտանգը, այն խնդիրները, որ այսօր մեր գլխին կանգնած են։ Դա վերաբերում է միանշանակ ապագային։ Ապրիորի տենց որ ասենք, եկեք միավորվենք եւ այլն չի լինում։ Ինչ որ համախմբում կոնկրետ մեխանիզմով, օրինակ մեկը ֆանտաստիկ էր։ Ես անկեղծ այսօրվա իմ համար բան էր դա, նորություն էր։ Համախմբում հասարակությանը ներգրավես, այդտեղ ոչ նեղանալու բան կա։ Նարեկ ջան, եթե ես իմանամ, որ Պայմանավորենք, որ ինչ էլ լինի չենք նեղանում։ եղբայր, եթե ես իմանամ անկեղծ, որ Սերգեյի շուրջ հասարակության ընդդիմադիր հատվածը կհամախմբվի, գնանք ընտրություն կլինի, փողոցային պայքար կլինի, Սերգեյին կհաջողվի փոխել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ ամենավերջի սրիկան պետքա լինի, եթե Սերգեյը իհարկե ապացուցում է, որ ինքը չի գնում պայմանը, ասեք տեսական ենք խոսում, այս բանը պրակտիկ եղել է, Բագրատ Սրբազանի բանին կանգնած էին իրար ատող, իրար տանել չկարացող ուժեր, ես էլ այնտեղ տեսել եմ։ Հիմա այդ primaries-ը, դες ոչ ոք հատուկ չկազմակերպեց, բայց փաստացի եղավ։ Primaries of jogging, որ Բագրատ Սրբազանը այդ են բոլորի կողմից վստահելի դիփ ժողովրդին էլ հասկանալի մարդներ։ Շարունակություն չեղավ, գործողությունների ծրագիր է պետք է ստակ։ Այդ լրիվ ուրիշ պատճառով չեղավ, որովհետև երբ կար մոմենտումը, բայց այստեղ առաջնորդը կար։ Բա չեղավ։ Նաև տարբեր ուժեր կային այնտեղ, բայց ինքը ասեց, այդ չի ուզում։ Okay, 10 րոպե ենք սպասում, Բանոր ոգևորված դրամասն ենք խոսում, որ բոլորը ասում են մենք մեր բաները դնում ենք մի կողմ, ընտրել ենք, ընդ հասնածռերն էին, ընդ Հայաստան դաշինքներ, ընդ հանրապետականներն էին։ Հետո Что ты черт побери несешь? Ու դրա համար պետք է տեղի ունենա Արա Պապյանի ժողովուրդներ ընդ։ Դրա համար պետք է ինչ-որ բան տեղի ունենար, բայց Դե չեղավ։ Այս ում ասեմ որ որոշել ենք, դա մեկա հերիք չի որը։ Նայ, Նարեկ ջան, գործողությունների ծրագիր է ժողովրդի ոնց որ Սրբազանը կարևորը։ Հիմա Սերգեյի օրինակով ասած գնանք։ հավաքվում ենք ինչ-որ բան փոխենք, վերջի պայն տեսավ շատ են հավաքվել, okay, 10 րոպեից մի 10 րոպե, մի 20 րոպե, okay, վաղը մի հատ բան, ու դες ցրեց։ Նայ, մի հատ բան կարամ ասեմ։ Քանի որ ես քաղաքականության մեջ ակտիվ ներգրաված մարդ եմ կամ пассив, էական չի, ինչ որ մի ձև ընդեղ եմ, որևէ բան, որ վերաբերում է ընդդիմադիր շարժումների սխալները ոնց որ վերհանելու առումով մի քիչ իր մեջ ես ընդունում եմ, կա տենց բարոյականության մի քիչ, չէ, ճիշտ է, բայց մի քիչ էլեմենտ կա, որը տենց մինչև վերջ չի թողնում մորալ տեսանկյունից խոսել, ինչի, որովհետև Նարեկ ջան, լիքը մարդիկ այդ շարժումների միջով անցնելով նստել են, հելել են, ձերբակալվել են, ծեծ են կերել, վիրավորվել են եւ այլն, եւ այդ մարդկանց տեսանկյունից, որ նայում ես այս խոսակցությունները սխալների մասին, մի քիչ կարա վերապահումներով ընդուն, դրա համար եմ ես ուզում ասեմ, որ այդ մարդկանց զգացմունքները ես հասկանում եմ։ Մենք խոսում ենք առաջնորդության պատասխանատվության մասին։ Բագրատ Սրբազանի շարժումը օրինակ որ կար, չէ, ես Սերգեյ համաձայն եմ, այդտեղ կամքը շատ կարևոր է ինչև էր գնալու, բայց նաև շատ կարևոր է այդ կամքը ինտերպրետացիան, գործողությունների ծրագրի տեսքով։ Նայ, то есть, նայ, քաղաքականության մեջ կան լիքը բանաձևեր։ Հիմքերի հիմքը հետեւյալն է, ինչ արած 18 թվականին Փաշինյան Նիկոլը այս բանաձևով հաղթել է։ Եթե դու կարողանում ես ապացուցես, որ ժողովրդի կամքը առկա է քեզ փոխելու, այդ շատ կարևոր նյուանս է։ Հիմա ընտրությունների միջոցով դա մի ձև է ապացուցել։ Փողոցային պայքարն իր ձևն ունի։ Հիմա եկեք իրար չխապենք, բոլորս հասկանում ենք։ Եթե առաջնորդությունը կարողանում է, ասես փողոցում մի ցույց դնել ժողովրդի կամքը, որ տեսնես, չեմ ասում, այտենց մետրով չափենք սոցիոլոգիա, տեսնես։ Դրանից հետո առաջնորդությունը երկու բան է պետք։ Կամք, որը սակարկման ենթակա չի, որ վարակույրերը քաշեք պայմանավորվենք այս մեկ, բարձա, եւ երկրորդ գործողություններ խելամիտ քաղաքագիտական ծրագիր, որի իմաստը ինչ է։ Ես գալիս եմ, որ դու հեռանաս իշխանությունից։ Ցանկացած գործողություն, որը դու կանես օրենքի ուժով եւ օրենքը շրջանցելով, միայն ու միայն ել ավելի է վատացնելու քո վիճակը, խնդրեմ, դու ինքդ ընտրի։ Ոնց էր 18-ի։ Այսինքն կներեք, էլի Նիկոլ Փաշինյանը տենց բան չի էլի, քաղաքական ինչ որ Զևս չի եղել, ոչ էլ Պլատոն, էլի։
չթերագնահատենք, բայց դա primer-ը արեց, էլի։ Արել է, այո։ Գյումրիից որ քայլում էր։ Ցույց տվեք կամքը, փողոցում կլինի, տեղամասերում կլինի, նայած դեպքերը ոնց կզարգանան, անսակարկելի կամք ունեցող առաջնորդություն, որը չի ուրիշ ոչ մի բանի համաձայն չի, ասма չաղբեք, դու պետք է գնաս վերջակետ, միջակետ, բացականչական, պետք է գնաս ու վերջ։ Եվ գործողությունների ծրագիր դրան հասնելու։ Խնդրեմ, ունես ոստիկանություն, ունես ԱՀՑ, ունես քննիչական ծառայություն, ռեպրեսիվ ապարատ, օգտագործի ինչքան ուզում ես։ Բա ես էլ որպես ընդդիմություն իմ խելքը պետքա լինի այնքան, որ երբ որ արդեն ցույց եմ դնում այդ կամքը, պատկերավոր ասած, իրան մղեմ այնպիսի որոշումների, որ ցանկացած ռեպրեսիվ գործողություն էլ ավելի ծանրացնի իր վիճակը։ Ես վերնագիրն եմ ասում, ինձ թվում է լավ մասնագետներ այս վերնագիրը կարան դետալացնեն, դա պատմության հայտնի տեխնոլոգիաներ են եւ այլն եւ այլն։ Եվ այս ամեն ինչի տակ դնելով նաեւ մեր հասարակության ներսում միաբանության մթնոլորտը կամ համակեցության, էլի այս ատելության մթնոլորտը քանդելու եւ միաբանության կամ կոնսոլիդացիայի մթնոլորտը վերականգնելու նպատակը։ Մենք այսօր ատելության հասարակություն ենք։ Հիմա ես հանուն ճշմարտության չեմ ուզում սլակները մենակ ուղեմ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, թե դիրիժորի ինքն է։ Սոցիալական ցանցերը, չէ, բոլորը տարված են այդ doom scrolling-ով ամբողջ օրի ուշադրություն ինչ-որ կենտրոնում են նրա վրա ատելության բան են ման գալիս իրան նման ինչ-որ տես լայքում են ջղան սմայլիկները, կոմենտները, արդյունքում մենք ստեղծել ենք մի հատ ատելության խորը հասարակություն, որը շատ վատ էմոցիա է իր մեջ, այսի որ սուբլիմացիա է դա, որ դուրսը չեկար փողոց, բայց զոտո 5 հատ կոշտ բառերով ստատուս։ Նարեկ, եթե էսի տրակեց, էսի շատ վտանգավոր բան է, շատ ասենք խելոք մարդը պետք է հասկանա, որ հասարակության ներսում կուտակված է էներգիան, Տեգի ջան, շատ վտանգավոր էներգիա է, շատ։ Եթե սա սիրուն ոնց որ չփաթեթավորես, իսկ դրա միակ ձևը իշխանափոխությունն է, էլի։ Ղեք, հանուն ճշմարտության մեր հասարակության այդ շատ մեծ հատված կարող է իրանք արդեն համակերպվել են Նիկոլի հետ։ Տենց է, մարդիկ հոգնում են Նարեկ ջան պայքարելու սպարտվածին։ Որոշակի անորոշի հետ չեմ ուզում փոխել։ Հա, չէ, դա օքեյ է։ Ես ասում եմ, բայց իրանց ներքին այդ դիսկոմֆորտի զգացումը չի անհետանում, չի կորում։ Բայց դե հակառակն էլ ասեմ, էլի, մի հատ ուրիշ կտավ ներկեմ։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի են ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Պատկերացեք ժողովուրդ, որը մտածում էր, որ հեսա եթե Նիկոլը անցնի շատ վատ կլինի 21-ին բան, հես ցավս մեռնելու ենք, անցավ մի քանի տարի, եղան կորուստներ, էլի դառը օրեր եղան, բայց ընդհանուր առմամբ այս մարդը մտածում է, օքեյ, պրինցիպի ես ավելի վատ էի սպասում որ կլինի։ Ու այդ մարդիկ գուցե հիմա դե անհարմար են զգում ասեն, դե օքեյ, հիմա չեմ գնա, ասեմ օքեյ, թող ոնց կա մնա։ Ու այդ մարդիկ համակերպվել են այս վիճակի հետ, մտածում են, օքեյ, սենց ոնց որ էլի վատ չի, սենց է մնա։ Ու համաձայն եմ ձեր ասածի հետ, որ Ղարաբաղի Արցախի կորուստը շատերի համար այդքան շատ չէր, ինչքան տենց ներկայացվում է, հա, դիմադիր դաշտի կողմից շատ մարդիկ ավելի թեթև են դա տարել, ցավոք, բայց դա իրականությունն է։ Բայց դա հա ցույց է տալի նաև ինչ որ չափով կեղծավորությունը։ Նույն կեղծավորությունը երևում է կրոնի առումով, հա, երբ հարցակում ալնում եկեղեցու վրա ու 90%, 99% ժողովրդի ասում է մենք տենց առաքելական հետևորդներ են, բայց դեռ մեզ որ գալիս է աջակցելու մի 200 հոգի, հասկանում ես, որ 99% հետևորդները այդքան ակտիվ կամ այդքան պասիոնար հետևորդներ չեն, ովքեր հավատում են իհարկե իրանց, ոնց որ մեր կուրսից մեկն էր ասում, իրանց փայ աստծուն, բայց տենց նաև օքեյ հով լրվելուն այդ ամեն ինչը։ Այսինքն մի մակերեսային մակարդակի վրա շատ հայրենասեր ենք, շատ հավատացյալ ենք, բայց ընտրությունների մակարդակի վրա մեծ մասը ժողովրդի պրինցիպի օքեյ է ու առանձնապես չի մտածում տենց մեծ փոփոխության մասին։ Խորքային ժողովուրդ տերմինի ճիշտ բացատրությունը շարադրեց Սերգեյ։ Հա, այդ է բաստորեն Շատ պրոդուկտիվ է գնում, հա։ Նայ, Սերգեյ ջան,
Իմ կարծիքը ասեմ, մենք պետք է բաց խոսենք։ Մենք պետք է բաց խոսենք այս մասին։ Մենք իհարկե հա կրոնական տենց մոլերանտ հասարակություն չենք։ Բոլորիս ենթագիտակցության, հա, մեջ նստած այդ առաջին քրիստոնյա ժողովուրդը լինելու բան, դա պատմության իմացության եւ պատմության, օքեյ, ճիշտ է, դա պատմական փաստ է եւ այլն։ Դրանից բխեցնել, որ 21-րդ դարում մեր հասարակությունը նշանակում է պետք է լինի կրոնական հասարակություն եւ այլն, մենք աշխարհիկ պետություն ենք։ Այստեղ հարցը նաեւ ուրիշ բան է։ Ցանկացած բան, որ Սերգեյ ջան քննարկում ենք, միշտ առաջինը մեջս մտածես վախը, ճտիկա մի անում վախ, որ քանի որ Նիկոլ Փաշինյանն է մեկա խնդրեմի արմատը, հեղինակը, դիրիժորը եւ այլն, ցանկացած խնդրահարույց հանգամանք, որ արդեն ինձ է վերաբերում որպես ընդդիմություն, որ ես ասեմ կարա տպարություն ստեղծի, որ նրան թողած դու քեզ ես Կարմիր նապաստակի հետ ազեցինք։ Բայց մենք պետքա նաև ես ասել եմ նաև այդ հայտնի ինտերվյուում, հիմա էլ ասեմ, չէ՞, նայեք, թողնենք են։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես նպատակ չունի նորոգելու եկեղեցին, խափում է ուղղակի, ընդհանրապես հոգևոր կյանքը նորոգելու եւ այլն։ Ինքը ինչ ասում է, իրական նպատակը դրա 180 հակառակն է, բայց մենք պետք է ընդունենք, չէ՞, որ անկախության շրջանում, անկախության ամբողջ շրջանում լիքը ձեռքբերումներով հանդերձ եկեղեցաշինության ոլորտում օրինակ չեն կարող չէ հերքել։ Մեր պատմության ընթացքում կստացի եղել են կաթոլիկոսները երկու տեսակներ, որոնք զարգ են տվել ոնց որ հոգևոր արժեքներին, կամ եղել են փուլեր զուտ եկեղեցաշինություն։ Իմիջիալոց երկուսն են չի կարևոր, երկուսն կարևոր են, ուղղակի նայած ժամանակը ինչա պահանջում։ Իմ կարծիքը ասեմ, երբ որ տրանսֆորմացիա է տեղի ունենում, չէ՞ մենք անկախացանք, պատերազմ, բաց սահմաններ, եկեղեցու համար նաև մրցակցային միջավայր, չէ՞ որ մի բան է որ միակ, դա պահանջում է օրինակ այլ մի քիչ առաքելություն, թողներեն ինձ մեր հոգևոր հայրերը, քան միայն եկեղեցաշինությունն, այսինքն մարդկանց հոգևոր կյանքը կազմակերպելու մոտ բերելու եկեղեցի։ Հիմա մենք պետք է ընդունենք, չէ՞ որ այս հարցում մեր եկեղեցին ցավոք սրտի, ես դիվանագիտորեն եւ նրբանկատ ձևակերպում եմ հնարավոր առավելագույնը չի արել։ Պետք է ընդունենք, չէ՞, որ նաեւ դա է որտեղ ինքը իրան է վնասել։ Եվ նաեւ դա է, չէ՞ պատճառը Սերգեյ ջան, որ օրինակ մեր մարզերում հատկապես սոցիալապես անապահով բնակավայրերում մարդկանց շատ մի մեծ խումբ համալրել են այլ եկեղեցիներ։ Հիմա մենք կարանք, չէ՞, այդ հարցին նայենք այն տեսանկյունից, ասենք, դուք եկաք, աղանդները եւ այլն, բայց նայենք այն տեսանկյունից, որ դա նաեւ ես իմ մասին եմ, թեև ես հոգեվորական չեմ ես դեպքում, իմ բաց թողման արդյունքն է։ Եվ երբ որ հանրության համար նույնիսկ հոգեվորական բարձրագույն, այսպես ասած, բարձրաստիճան հոգեվորականները գերհեղինակություն չեն, իսկ մենք կրոնը նաև այդ բանն ունի, չէ՞, դու ապրիորի նաև չռացիոնալիզացված հեղինակություն ես վերագրում նաև մարդկանց։ Դա է, չէ՞, նաև հոգեվոր ծառայության իմաստը, եկեղեցու խորհուրդը։ Հիմա մենք պետք է ընդունենք, չէ՞ որ ցավոք սրտի ստացվեց մի իրավիճակ, որ մեր բարձրաստիճան հոգեվորականները իմիջիալոց 10 անգամ ավելի շատ հեղինակություն ունեին իմ գնահատմամբ, քան մենք քաղաքական գործիչներս, էլի, ես պետք է ընդունենք։ Բայց այդուհանդերձ հանրության համար դադարեցին լինել հեղինակություններ։ Ես չեմ ուզում պատճառները խորանամ։ Նիկոլ Փաշինյանի վերած պատճառները մանիպուլյացիայի ժանրից են, հանկարծ չստացվի է ջուր եմ լցնում իր ջրաղացին։ Բայց այս իրականություն մենք պետք է խոսենք, չէ՞, այս տան խոսակցությունն է։ Այս սենյակի խոսակցությունն է, որ ուզում ենք այս սենյակը պատուհան ունենա, ինչա շոկա ձեր մոտ, որ օդ գա։ Այս խոսակցությունը դրա մասին է։ Ու ջանդամը թե մեր տան խոսակցությունից դուրս մեկը ոնց կմեկնաբանի եւ այլ 20 թվի պատերազմը Սերգեյ ջան մի հատ միտք ասեցի կուզեի էլի այդ մասին երկու բառ ասեմ 20 թվի պատերազմը մեր ժողովրդի ինքնությունը մղել է հավաքական ճգնաժամի դա identity crisis termin կա ինքնության ճգնաժամ է դա ո՞րն է դա նայեք մեր բոլորիս ամեն մեկի ստեղ նստած ու բոլոր աշխարհի մարդկանց սև անկախ ռասայից էլի ինքնությունը երաշերտ է ինքնության առաջին շերտը դա անհատականության շերտն է ինդիվիդուալիզմի էտենա որ ես ասում եմ ես Սամվելն եմ Ֆարմանյան ես ինքս ինձ իդենտիֆիկացնում եմ իմ հետ երկրորդ շերտը դա գրուպ խմբային ինքնությունն է դա այնա որ օրինակ սպաս Սերգեյի վերաբերենք Սերգեյը ինքը իրան ասոցացնում է arm comedy-ի հետ որպես production team ինքը իրան ասոցացնում է massive-ների հետ որպես massive-ցի շատ բաներով ինքը իրան massive-ում չես են
Okay, լավ, նախկին մասիվ։ Բայց գնում գալիս է մամասն դեղա։ Շատ է, բայց միտքս հասկանալի է։ Երրորդը օրինակ որտեղ ես ավարտել դու որ ինստիտուտ։ Բրյուսելցիների, սա էլ է խմբային ինքնության մի մասը, լենականցի եւ այլն, տեղային, կրոնական կարալինի, ես ինձ ռեալի բալելշիկ ապրես։ Սա խմբային ինքնությունն է։ Ամեն մարդ ունի աշխարհում։ Եվ երրորդը կա, երբ որ մարդը իրան ասոցիացնում է, իդենտիֆիկացնում է մի հատ էթնոսի կամ ազգի հետ։ Ասում եմ ես I'm American, բայց ասում եմ ես հայ եմ ապրել, մեկ ասում եմ ես վրացի եմ եւ այլն։ 20 թվի պատերազմից հետո մեր ժողովրդի ինքնության այդ երրորդ շերտը ճգնաժամ է ապրել։ Դա ոնց է դրսևորվում։ Ինքը էլ ոնց որ երջանկություն չի տալիս քո այդ իդենտիֆիկացիա, որտեղ ինքը պարտության ու բանի հետ է ասոցացվում, խնդիրների։ Ու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, եթե մի հատ մեծ բան արես արե, ինքը հայ ժողովրդի ինքնության այդ շերտը մղել է խորը ճգնաժամի մեջ։ Դրա համար մարդիկ փախնում են արդեն հայկականությունից։ Երբ որ խոսվում է մեր ժողովրդի մասին, սովորաբար միշտ բացասական կոնտեքստն է առաջի պլան գալիս, չէ՞ որ մենք փաստորեն ենք, մենք փաստորեն fake ենք եւ այլն։ Այս ինքնության խորը ճգնաժամը է նա, Սերգեյ ջան, որին հաջորդող լիքը բաց թողումներ, դու ասի 21-ից հետո եղան լիքը մանր բաներ, ժողովուրդը հակադրել է եւ երբ որ ժողովուրդը տես մի հատ մեծ տրավմա է ուտում, ինքը ճգնաժամի մեջ է, մանր կամ մեծ որևէ ուրիշ ցախողումներ, իրան չեն կարա կոպիտ ասած այդ շերտը վերակենդանացնել։ Բայց այդտեղ մեր այս նայ կարծես ասեմ, է շատ կարևոր է ու Նիկոլ Փաշինյանը դրանից օգտվում է։ Այս կրիզիսը հնարավորություն է ստեղծում, այն ով որ այդ մարդուն ով որ այս բեռը ունի, հա, որ պարտվել ենք եւ այլն, ով որ ասի, «Էդի դու չես պարտվել, էդի Նիկոլն է քեզ պարտեցրել», էսի նաեւ հնարավորություն է ոնց որ shortcut է, դուրս գալ, էդի գցել ուրիշի վրա ու դրանով բան անել, էլի մանիպուլյացիա է։ Մանիպուլյացիա չի, համաշխարհային պատմության։ Էսի համաշխարհային պատմության փորձը քո ասածը ապացուցում է։ Առանց դրա անհնար է այդ բուժել։ Բայց քաղաքական գործիչ ով է, էսի այդ փոքր խմբակը, ինչպես ասում են, նայ, առանց դրա անհնար է այդ հարցը ճգնաժամի լուծել, կրիզիսը։ Բարթենք իրաց վրա գնանք առաջ։ Հա, կարող է հիմա դու մի քիչ տենց արկասմի տվեցիր բարթել, բայց առանց դրա չի լինի։ Բախի ոչ մի ինդիմադիրուս չի ասում, եկեք նշանակենք իրանց կամ գոնե տանի այդտեղ էլի։ Էտա փորձել են, Դե չաշխատեց։ նաև էտապ է, բայց այստեղ մի հատ էլ բան, մենք ոնց որ ինչքան խոսացինք, ոնց որ թվում է թե սաղ մենք ենք որոշում, մեր բարդություններն են, մեր բաց թողումներն են, մեր սխալ մարտավարությունն է, բայց մի հատ էլ ուրիշ տեսանկյուն կա, որ вообще ամեն ինչ աշխարհը քաղաքական որոշված է, մեծ ջոչերը ինչ որ նիպանյատնի տեղեր էսի մեկա որոշում են։ Նիկոլը Հայաստանը դարձել է attachment։ Այան ապաշխարա, չէ՞, բոլորը sense նամակի նման attachment ուղարկում են։ Ունդ որում ինքը չէ ջոգում, ինքը ում inbox-ում է շատ դեպքեր, ինչ որ մանա գալիս գնում է Գերմանիա ասում, մի հատ բաց inbox-ը տապե կարող կոմոտ եմ ես attachment-ի տեսքով ծիծաղելի է հնչում, շատ կարող է լացել, հա, բայց իմ ասած սա հայ ժողովրդի պետությունն է։ Դա պաթոսային բան է, չեմ ասում, սահմանադրության մեջ գրած է հայ ժողովուրդը հռչակում է։ Սա հայ ժողովրդի համար է այս պետությունը, Իրանն է։ Կամ ինքը որոշում է, որ այդ Իրանն է ու իր կամքը պարտադրում է, պարտադրել բառու մեջ տենց բան Խրիմյան հայրիկական տես բան չեմ ուզում էլի տպավորություն ստեղծես պաթոսային պարտադրում է իր կամքը աշխարհին, մենք շատ սահմանափակ ռեսուրսներ, ազդեցություն, նշանակություն ունեցող երկիր ենք։ Ի նկատի ունեմ իր ապրելու կամքն է պարտադրում, որ մենք պետք է մեր պետությունն ունենանք, խաղի կանոնների ենթարկվելով միջազգային հարաբերությունների, մեր չափը ճանաչելով, բայց նաև մեր շահերը գիտակցելով, Չթերագնահատում։ հա, մեր շահերը գիտակցելով, ոչ թե անհատակ զիջենք, դու ինչ ես ուզում, Իլխամ Ալիև, էլ ինչ ես ուզում, հիմա էլ ասենք վերջին բանը, էլի, ասենք աբսուրդ է, չէ, ասում է ադրբեջանցիների վերադարձի իրավունքը պետք է պատմամշակութային ժառանգությունը վերականգնի, դուք հասկանում եք, չէ, սա ինչ կարգի աբսուրդ է։ Արցախը ամբողջությամբ տալուց պատմամշակութային ժառանգություն հայտնում։ Հա? Այդտեղ չի հավակնում։ Չէ, բայց երել ասում է, այսօր ինչ ասում, ասում է Ալիևին առաջարկում հետեւյալը, ասում եմ, արի բան անենք, արի համաձայնության գանք։ Դու էլ արևմտյան Ադրբեջան մի ասա։ Նա ոնց է լեգիտիմացնում իրականում։ Հա, Արևմտյան Ադրբեջանի թեզ է, էլի, նիկոլությունն է, էլի, հայ պիլոտաժը բարձր կլասի։
Դուք էլ ասում եք, մենք էլ ասում եք բան չենք ան, էլի, մենք էլ ասում եք չենք խոսի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի մասին, համեմատություն։ Չէ, բայց այդտեղ հանուն ճշմարտության մի հատ էլ բան կա, ես այդ միտնել էի այնտեղ ասե, այդ էլ բան դարձավ տենց պարակտիչ, պարակտում ես։ Նիկոլը անում այն ինչ որ անում է, չէ։ Հանուն ճշմարտության ինքը դա արդեն համարյա անում է լայվ ռեժիմով, չէ, անկեղծ։ Կա տես բան, որ ինքը ինչ որ տենց խորը խափ։ Նույնիսկ խափելու բանն է դուրս եկել։ Հա, արդեն կարիք է չկա։ Ծանրություններ չկա, որտեղ ասում է հայ ժամանակ տենց եմ մտածում։ Այդ են անեկդոտի նման է, չէ, որ մի հատ մեկը իմ ընկերն էր սիրում պատմել, ասում է մեկը որ տուն է գնում, տենց շատ ծախ շեղված մեկ էր, որ շուտ-շուտ գնում է, դավաճանում է կնոջը, բան տուն է գնում, ինչ որ կանացի գուլպա է ալնում գրպանը, սկինը նայում արա, ասում է, բա դու ինձ ասում ես ամեն օր ընկերներիս հետ եմ աշխատում եմ, էն, բա էս ինչա, ասում է դե դու խելացի կին ես, էլի հոգնել եմ մի բան էլ, հիմա դու մտածի։ Հիմա արդեն Նիկոլն արդեն ինքը հոգնել է, չի ասում է դե հիմա այդքանով ուֆը։ Հիմա կա ոնց որ պարտքով փոզես, ասես մի ամսից կտամ, հետո կասես դե այն վաղ մտածում էի որ մի ամսից կտամ, հիմա մտածում եմ որ չեմ մտածում։ Մի խոսքով իմ ասածը հետևյալն է, Նիկոլի հետ տղեկ ամեն ինչ պարզ է։ Ինքը իրոք հանուն ճշմարտության արդեն ինքը տենց ալարում է խափի լավ սենց ասենք։ Պետք չի, դե որ ջոգեց ասում է, հիմա Իմ սենց ասածը էս է, մենք հիմա էական չի, Սերգեյ ջան, 2 հոգի ենք, 5 ենք, 50 ենք, 100 ենք, թե ինչ ենք, իսկ իրականում մենք շատ ենք։ Հասարակության մեծագույն մասը փոփոխություններ է ուզում, այդ ակնհայտ է, դա սուտ։ Okay, դե Մեր ներսում խոսանք, մենք հասկանանք, ասենք եղբայր, ոնց գտնենք ձևը։ Հիմա 26 թվին ինչ որ ֆորմատով մասնակցել եք ընտրություններին։ Ես ճիշտ է որ ասեմ, այս բանին անկեղծ բան չէ։ Ես գիտեմ, էլի քաղաքական գործիչները որ ասեն դեռ չենք որոշել, բան լրիվ անկեղծ եմ ասում, նույնիսկ դրա մասին չեմ մտածել ու ընդհանրապես դա չեմ համարում բան ամենակարևոր հարցը։ Չգիտեմ, սենց ասեմ, եթե իշխանապողություն Հայաստանում չի լինելու այդ process-ների արդյունքում, կներեք, հաստատ ես ինչ չեմ տեսնում, էլի գնալ, չգիտեմ ինչ անել, սենց ասեմ, ինչ անես Նարեկ ջան։ Գիտեմ, ինչ որ մատ նոր ուժ չնայած եթե իշխանապողության չի հասնում, եթե այդ նոր ուժը, չգիտեմ, եթե իշխանապողության չի հասնում, ասենք ընդդիմադիրի դերում Նիկոլ Փաշինյանի մոտ գնալ նստել, ասենք ինչ ես չեմ պատի, ինձ չեմ տեսնում անկեղծ ասեմ, ինչ անես, էլի, որտեվ ես համարում եմ, որ նորից եմ ասում, մենք մի քանի ռաունդ տղեկ անես մեծ հաշվով ու խայտարակ ենք պարտվել ներսով դրսով։ Ես պարզ մարդկային որպես տղա ասում եմ ամաչում եմ ուղղակի, այդքան բան։ Հիմա կարող է մարդը լինի ասում չէ ամաչում, օքեյ է, ես ամաչում եմ։ Հա, այսքան է։ Ուզում եմ ասել հանրարդարության, որ այս podcast-ի ընթացքում չպարակտեցիք։ Ես вообще մայ Սերգեյ ջան։ Вообще ես այսքան պարակտում չզգացի եւ ամփոփելով ուզում եմ ավարտենք սկզբի թեմայով ձեր հարցազրույցը 168 ժամին։ Այդ աթոռը անհարմար չէր։ Սենց ինչ-որ փաբի աթոռ էր, հա նայում եմ մտածում եմ, խաղ Ֆարմանյանը ո՞նց անդեղ տեղավորվում։ Այդ իրականում սենց ինչ-որ ոնց որ դա ազդում էլ է, էլի դիսկոմֆորտ նստածը չի հավանական ծորը նստել էր դիզներ ասեմ։ Բայց հələ անկես մի հատ բան, քանի որ դուք մասնագիտական աշխով կնեք, օրինակ ինչն է պատճառը, որ տաղավարներում ինչպես մենակ 168 չէ։ Շատ է տարածված այդ բարձրության աթոռը։ Ես ունեմ իմ վարկը։ Հələ ասա, ես էլ ունեմ։ Բանը կահույքը, սեղանը, սարքողը հաշվի չի առել, որ ինքը պետք է հարմար լինի։ Այդքան բան։ Որտեղ օրինակ մեր սեղանը փաբի համար շատ Չէ, դա հարմար է։ օրինակ մեր սեղանը էդի նախագծելուց մեր Armcomedy սեղանն էին ուզում անիմաստ բարձր բան անել, բարձրում է Մի հատ հետաքրքիր բան ասեմ, ուղղակի կարող է սխալվում եմ, ուղղակի վերսիա էլի։ Ինձ թվում է, երբ որ մեջտեղակ է այդ սենց ասած բանը, կուլտուրան, այդ տեսակ տաղավարներում նկարահանումներ անելու, կամերաները, քանի որ օպերատորները սովորաբար կանգնած են նկարում, Հա։ իրանց բարձրությունը ֆիքսելու համար տես մի քիչ բան, տես եմ ես մի պրոբլեմ, հա, այդ ավելի Բայց դե մտքի ոտքերը չերևա, երևի օպերատորական չգիտեմ, ձեր խումբով։ Չէ, բայց քիչ երևա, կարող։ Չգիտեմ, ես հարցնում Դուք չեք սիրուն ինչ որ ապագա Դեկմարտ ֆուտֆիտ է շունը։ Սիրուն Okay, դա լիրիկական ձևում էր, բայց ոչ թեթև նոտայի վրա ավարտենք։ Հա, ինչ-որ օգտակար բան էր, primaries ինչ որ ձևով պարտադիր չեն ոնց որ ամերիկացիները, գոնե մի հատ չեսնի սոցիոպրոս արեք, տեսնեք։ Մի հատ մեքենիկ է, մեկին ով տես արտապատվիրում են։ 15% շանս ունի, ով 5, ով Էսի, բայց իրականում ինքը ֆանտաստիկ գաղափար է լրիվ ուրիշ բանի համար, որտեղ երբ որ դու ինչ-որ մեխանիզմով հասարակության ընդդիմադիր հատվածին դարձնում ես
գործընթացի տեր, ինքը ինքնաբերաբար արդեն ընտրությունների ժամանակ իր վարկագիծը արդեն քննության Stakeholder-ը դա։ Stakeholder։ Հա, ակնհայտ է, չէ՞։ Օրինակ է, շնորհակալություն հրավերի համար, համ ձեզ շատ կարոտել էի անկեղծ, համ ձեզ թեթև ժանրով զրույցի համար ձեզ մերսի, համ էլ այդ ֆանտաստիկ գաղափարի համար, Դա տալիս ենք բան առանց copyright-ների։ Բայց ես չեմ պատկերացնում ով կարա դեմ լինի օրինակ այդ գաղափարին, էլի խի։ Հեսա շուտով Ո՞ր ստուգենք։ կարձագանքի էլի շուտով ինչ որ ձևով։ Եկեք լավատես լինենք, ես անկեղծ չեմ պատկերացնում արգումենտացիան, այսինքն ինչ։ Բայց կա ոնց որ ձեր հարցազրույց կա հեշտ տարբերակը։ Վերցնել ասել, պարակտում ես։ Primaries-ը պարակտում Ալենին կանչեցին ոդկաստ, միշտ կա կարելի օգտակար Ալենին վերցնել, բայց պարագայում կարելի նայ, բանը Կարի ջան, վերցնել։ ես քանի որ առիթ բացվավ, էլի, ուղղակի իմ խորը հարգանքը եւ գնահատականը ձեր հանդեպ ու մեր միասին անցած ճանապարհի հանդեպ, մենք նաեւ պետքա փորձենք խոր կազմել, ընդհանրապես կապ չունենք ոչ դուք, ոչ Ալենը, հասարակության մեջ այս ատելության մթնոլորտը իշխանության թեթև ձեռքով այն կարքիա սրվե այս ատելությունը, որ նույնիսկ ոդքասթի մասին չի խոսքը, փողոցում միամիտ ուրիշների ներկայության քո 100 տարվա ծանոթին կուրսեցում, որը այսօր պաշտոնյա է, բարև 10, երրորդ մասը որ տեսնում է, ոնց։ Այսինքն մենք պետք է պատճառները հասկանանք ինչ է, այս ատելության մթնոլորտը, որ ընդհանրապես նույնիսկ մարդկային որևէ տեսակի շփումը հակացուցվածա չի կարելի եւ այլն, հանուն ճշմարտության եւ դու ասեցիք այդ մասին իրանց դա տնկած sense ասած սերմերն է էլի ինչ ճիշտ է ճիշտ եւ հասարակության այն հատվածը որի մոտ հարցերը առաջացել ես իմ խնդրանքն է ձեզ ըմբռնումով ուղակի մոտենալ որտեվ միջին մարտը ինչա մոտենում ասում մեր սիրած Սերգեյը Նարեկը այն որ մեր էմոցիաները կստացի լիքը մարդ կա այդ թնայվի մեր երեխեքը որ քաղաքականության մասին ձեր միջոցով են տեղեկանում ինձ թվում է հաջողանալու համար չեմ ասում երևի դուք գիտեք որ տենց հատկապես երիտասարդ սերնդի մի խումբ կա որ քաղաքական լուրերին ձեր միջոցով է հետևում եւ այդ մարդիկ որոնք հասկանալի պատճառներով տենց տարիներով էփվել են մեկը մտածում են ուզում եմ ասեմ օքեյ ասում եմ ըմբռնումով մոտեցեք էլի այդ իմ ասած այդ փակվել բաբլի մեջ ավելորդ եմ ինձ տենց իրավունք վերապահում կարծիք հայտնելու ուղղակի իմ օբյեկտիվ կարծիք է դա որ ըմբռնումով ապրեք մոտեն ձեզ մերսի շատ շնորհակալություն Սամվել Ֆարմանյանն էր մեր հյուրը իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին եւ միացեք մեզ նաեւ հաջորդ շաբաթ որտեղ էլի հետաքրքիր զրույց ենք ունենալու հետաքրքիր մարդու հետ Boom